Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք կքննարկենք մի շատ կարևոր հարց, որը շարունակություն է մեր քննարկումների։ Հիշում եք Վրաստանի հետ կապված այդ սկանդալը, որը ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվեց եւ որը այդ հարցերին էր վերաբերվում։ Առաջի քանակը բենզինի Վրաստանի տարածքով գալիս է, գիտեք, արդեն ճանապարհին է Ադրբեջանից դեպի Հայաստան, 22 ցիստերնայի մասին է խոսքը կոնկրետ բենզինի, բայց եւ դա անվճար է, Վրաստանը չի վերցնի որևէ վճար դրա համար, գիտեք այդ որոշման մասին, որը Վրաստանի իշխանությունները կայացրեցին, բայց դա որևէ իրականում լուրջ գործընթացի մասին չի խոսում, որովհետև նույն Ադրբեջանից էլ ասել էին ի պատասխան դրա, որ այդ միանգամվա այդպիսի ժեստը որևէ մեկին չի հետաքրքրում եւ որևէ կարևորություն մեկ անգամվա այդպիսի քայլը չունի, որովհետև հարցը նրանում է, որ Ադրբեջանը ուզում է պատասխան առհասարակ այդպիսի մատակարարումների դեպքում եւ միայն այդպիսի չէ, ուրիշ նաև մատակարարումների ինչ գին կլինի, որովհետև գիտեք, տարբեր մատակարարումներ նաև կարող է լինեն Ադրբեջանի տարածքով Հայաստանից դեպի Ադրբեջան։ Խոսքով այդ թեման մնում է կարևոր օրակարգային, բայց ամենահետաքրքիրը այն է, որ մենք արդեն տեսնում ենք իրավիճակի փոփոխություն եւ այդ իրավիճակի փոփոխությունը գալիս է մեկ կոնկրետ հայտարարությունից նաև, որը Բաքվից հնչում է։ Եվ այդ հայտարարությունը Հաքին Ազի նոր հոդվածն է, որը Ֆահրադ Մամեդովն է, հայտնի ադրբեջանական վերլուծաբան, պետականամետ կարելի ասել, կամ պետության ներկայացուցիչ նույնիսկ, որը այս, գիտեք, փորձագետների հանդիպումներում ակտիվ մասնակցում է, հայ-ադրբեջանական։ Ֆահրադը, կարելի ասել, Ադրբեջանի պետության ոչ պաշտոնական ներկայացուցիչներից մեկն է բացահայտ։ Եվ Ֆահրադի հոդվածը կոչվում է այսպես. «Լիցիտ նаш паровоз прямой из Казаха в Իջևան»։ Թռնում է մեր երկաթուղին, ուրեմն Գազախից միջև Իջևան, կարելի ասպես, կամ միանգամից գնում է Գազախից Իջևան։ Եվ Հաքին Ազը դա դարձրել է գլխավոր թեմա, հենց այդպես է գրված, եւ հիմա ձեր հետ միասին մենք անպայման մանրամասն կվերլուծենք այս հոդվածը, որովհետեւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր բաղադրիչներ ունի։ Ուրեմն ըստ Ֆահրադ Մամեդովի Վրաստանի կողմից չափազանց բարձր գներ ներկայացնելու ի պատասխան Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են լրջագույն ակտիվացում տեղի ունենա, այդ ուղղությունով կարող են շարժվել Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման ուղղությամբ, որը 35 տարի է արդեն փակ է։ Եվ այս հարցը շատ մեծ կարևորություն է ստացել նրանից հետո, որ Գաբալայում արդեն հանդիպումից հետո փոխվարչապետների ընդգծվել են արդեն հարցերը, կարևորությունը, որ Բաքվի եւ Երևանի միջև պետք է տնտեսական կապերը զարգանան։ Եվ ինչպես արդեն նշված էր, ըստ Ֆահրադ Մամեդովի, Թբիլիսին դիմել է Ադրբեջանը Թբիլիսին, որ Թբիլիսին ասի, թե ինչպիսի տարիֆ կլինի, վճար կլինի այդ Գարդաբանի Սադախլո, ուրեմն այդ հատվածի համար Վրաստանի երկաթուղին օգտագործելու նպատակով եւ հիշեցնում է այստեղ Ֆահրադը, որ $92 է պահանջել 1 տոննայի համար, ուրեմն Վրաստանը, ինչը մոտավորապես 82 ցենտ է անում 1 տոննայի համար 1 կիլոմետրի վրա, նույն բանը Ադրբեջանին նստում է միջև Ադրբեջանի տարածքում նույն տեղաշարժը նստում է 2 ցենտ, իսկ 40 անգամ ավելի շատ ուստի Վրաստանը պահանջել է, իսկ նույն գինը Ադրբեջանը, որը ունի միջև Թուրքիա, 20 անգամ ավել է։
Վրաստանը պահանջել այս դեպքում։ Եվ ինչու մասին է խոսքը, այստեղ Ֆարհադը շարունակում է, որ Վրաստանը կիրառում է միջոցներ ազդեցության, ինչպես գործիք այս լոգիստիկ կապերը, ու ասում է Ադրբեջանի գործիքները ավելի հզոր են։ Սա հետաքրքիր է, ինչպիսի բառապաշար է օգտագործվում։ Ուրեմն Վրաստանը փորձում է մեղմացնել Ադրբեջանի դժգոհությունը, այստեղ ընդգծում է, որը դեռ պաշտոնական չի հայտարարված, որ չվնասի երկկողմ հարաբերություններին։ Դե այստեղ հետաքրքիր բան է ասում Ֆահրադը։ Դեռ, որ սպասվում է, որ կարող է պաշտոնական լինի հայտարարված, եւ պաշտոնական հայտարարված չէ, բայց ոչ պաշտոնականը նաև պաշտոնական է, հաստատում է Ֆահրադը։ Հասկանալի ամեն ինչ, ինչպես ասացի, ինչպես գիտեինք, վրացական կողմը հայտարարել է, որ առաջի անգամ կտան անվճար ձևաչափով։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Ադրբեջանի համար կարևոր է, որ սա լինի ոչ թե մեկ անգամվա, այլ ուրեմն միշտ տեղի ունենա, նկատի ունեմ հաճախ ինչ որ կոնկրետ օրակարգով, ռեժիմով, եւ այդ դեպքում իհարկե Թբիլիսին պետք է հստակ գին ասի, թե ինչ գնով է պատկերացնում այսպիսի մատակարարումները, որ տեղի ունենան, եւ հասկանալի է, որ կարող է, Ֆահրադը գրում է, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական շահերի զարգացմանը խանգարի այսպիսի բարձր գները վրացական կողմից։ Տարբեր վերլուծաբանների կարծիքով, որը Ադրբեջանում իրականում նաև այս պահվածքը գալիս է, հիմա կբացատրի, որ ասում ավելի լայնածավալ գեոտնտեսական համատեքստից, բայց այս պահվածքը արդեն Ադրբեջանում ստեղծել է զարմանք, անընդունելի մթնոլորտ եւ նույնիսկ ասում է, այսպես ասած, բորբոքված է ադրբեջանական կողմը այս թեմայով։ Ըստ Ֆահրադի ենթադրությունի խաղաղության օրակարգի զարգացումը եւ թրիփի, ինքը այստեղ նշում է ճակերտներում Զանգեզուրի միջանցք, բայց դե թրիփը նկատի ունեն, ուղղակի իրանց բրենդինգով են շարունակում օգտագործել ներքին լսարանի համար, սա նվազեցնում է Վրաստանի լոգիստիկ կապերի վրա ազդեցությունը տարածաշրջանում։ Թբիլիսիի տրամաբանությամբ սա ուրեմն Բիձինա Իվանիշվիլիի համար լուրջ խնդիր է, որովհետև կորցնում է ազդեցության հնարավորությունները նաև տարածաշրջանում։ Եվ սրանով նաև ինչ որ առումով իր արևելյան հարևաններին մեսիջ է ուղղում Բիձինա Իվանիշվիլին, ըստ Ֆահրադի։ Վրաստանում նաև հասկանում են, որ փորձեր անել Ադրբեջանի վրա ճնշում կատարել, սա կարա շատ ցավալի հայտնվի Վրաստանի համար, որովհետև Բաքուն ունի շատ ավելի մեծ էֆեկտիվության տնտեսական եւ լոգիստիկ ազդեցության հնարավորություններ Վրաստանի վրա։ Հետաքրքիր է, բացահայտ բաներ են այստեղ ասում, մենք հիմա այս գնահատականները կտանք ձեր հետ, բայց միջև այդ շարունակենք ընթերցել։ Դրանից հետո շարունակում են Իջևան Գազախ ուրեմն ճանապարհը կլինի եւ Թուրքիայի դերը։ Ադրբեջանը չի սպասի միջև խաղաղության օրակարգի վերջնական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրում եւ կարա սկսի շատ կարճ ժամկետում Գազախ-Իջևան երկաթուղու վերականգնումը, դրանով ստեղծել Ադրբեջանի հետ ուղիղ կապ, Ադրբեջան-Հայաստանի հետ ուղիղ կապ։ Այս դեպքում փաստացի բոլոր մատակարարումները Ադրբեջանից, Ռուսաստանից, Ասիայից, Թուրքիայից կարող է տեղի ունենան Վրաստանի շրջանցելու ճանապարհով, այսինքն Վրաստան էլ պետք չի լինի իրանց համար։
Գազախ-Իջևան երկաթուղու հատվածը ընդհանուր առումով 50 կիլոմետր է, եւ եթե լինի քաղաքական ցանկություն երկու կողմից, այսինքն Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից, ապա վերականգնելու համար պետք է մի քանի ամիս։ Չնայած նրա, որ 42 կիլոմետրանոց հատվածը Չակերտներում Զանգեզուրի միջանցքի, այսինքն թրիփի, որը անցնում է Հայաստանով, պետք է սկսի մյուս տարի, այդ երկաթուղու զարգացմանը մոտավորապես 2 տարի պետք կլինի կառուցման նկատի ունի եւ ամբողջությամբ, որովհետեւ նոր ենթակառուցվածքներ պետք է ձևավորեն, որովհետեւ ամբողջությամբ ոչնչացված է այդ ենթակառուցվածքները, ուրեմն Արաքսի հյուսիսային ափի ուղղությամբ Հայաստանի տարածքում, բայց Գազախ-Իջևան երկաթուղի հատվածը փաստացի շատ դեպքերում պատրաստ է եւ շատ հեշտ է կարելի վերականգնել, ասում է Ֆահրադը։ Բացի դրանից, այստեղ նշում է, որ այո, ընդհանուր առումով իրավիճակը նորմալ է, բացի դրանից իրավիճակը նկատի ունենալով այդ Գազախ-Իջևան հատվածում Թուրքիան բացահայտ հետաքրքրվածություն է ընդգծել Գազախ-Իջևան երկաթուղու զարգացման մեջ։ Ուրեմն Օզջան այսպիսի մի հատ դոցենտ ունեն իրանք ունիվերսիտետ համալսարանում Կիրիկալեի, որը Ազերտաջին, սա Ադրբեջանի պետական ԶԼՄ է, հայտարարել է, որ 50 կիլոմետրանոց այդ Իջևան-Գազախ ուրեմն հատվածի վերականգնումը կարող է ստեղծի նոր լոգիստիկ ճանապարհ, որը կկապի Թուրքիան, Բալկանները, Ադրբեջանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան իրար հետ։ Եվ Թուրքիան շարունակում է այս ուղղությամբ իր ջանքերը։ Հետաքրքիր է, թե ինչ ջանքերը, հիմա շարունակենք։ Հիշեցնենք, որ Երևանում տեղի է ունեցել վերջերս հանդիպում հատուկ հանձնարարություններով ուրեմն այդ խմբերի միջև, որը մի կողմից հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում է Ռուբեն Ռուբինյանը, մյուս կողմից Սերդար Քլեչը, եւ տրվել է գնահատական 200 կիլոմետրանոց Գյումրի-Կարս երկաթուղու վերականգնման հարցին։ Հասկանալի է, որ այսպիսի վերականգնումը ուրեմն հնարավոր կլինի եւ զարգացումը սահմանի բացման հետ ընդհանուր առումով եւ զուգահեռ դրա հնարավոր է վերականգնում տեղի ունենա Գազախ-Իջևանի հատվածում։ Այս դեպքում ուրեմն Թուրքիայից Հայաստան եւ այսօր Թուրքիայից Հայաստան մատակարարումները տեղի են ունենում Վրաստանի տարածքով կամ Իրանի տարածքով, բայց Գազախ-Իջևանի ուղղությամբ փաստացի կարող է տեղի ունենալ Բաքու-Թբիլիսի-Կարսի ուղղությունով եւ հետո արդեն միանգամից Հայաստան։ Սա իր ենթադրությունն է, ես չեմ տեսնում Հայաստանի համար նպատակահարմարություն, որ Թուրքիայից մատակարարումները տեղի ունենան Վրաստանի տարածքով, Ադրբեջանի տարածքով, հետո Հայաստան։ Դա անհասկանալի մոտեցում է, բայց ամեն դեպքում իհարկե Հայաստանի համար կենսական է, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, ուղիղ սահմանը բացվի, որը Հայաստանը ունի, այլ ոչ թե Ադրբեջանի միջոցով տեղի ունենա դա։ Հիմա շարունակենք իհարկե ձեր հետ միասին ընթերցելը, որտեղ շատ կարևոր է։ Ինչ վերաբերվում է կոնկրետ նավթամթերքին Ադրբեջանից Հայաստան, ընդգծում է ուրեմն Ֆահրադը, ապա Մհեր Գրիգորյանի հանդիպումի ընթացքում Գաբալայում այսպիսի համաձայնություն ձեռք է բերվել եւ սա վերաբերվում է այսպիսի մասնակի ուրեմն տնտեսական արդեն հարաբերությունների վերականգնմանը երկու պետությունների կողմից։ Ընդհանուր առումով պետք է ասել, որ այսօրվա դրությամբ 90%-ից ավելը Հայաստանի նավթամթերքի գալիս է Ռուսաստանից, մնացած մասը Իրանից, Վրաստանից եւ Ռումինիայից, 10%-ի մասին է խոսքը։ Հետաքրքիրը այն է, որ ուրեմն ստուգումներ այս դեպքում ռուսական նավթը չի անցնում, երբ գալիս է Վրաստանի երկաթուղու միջոցով դեպի Հայաստան, որովհետև
Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է եւ Ռուսաստանը նաեւ եւ ունեն միասնական այդպիսի ուրեմն չափանիշներ, իսկ ինչ վերաբերվում է ադրբեջանական նավթին, ապա կարող են մուտք գործել Հայաստան միայն պատշաճ ստուգումներից հետո, որովհետեւ Ադրբեջանը ուրեմն մաս չէ Եվրասիական տնտեսական միության։ Ինչ վերաբերվում է նաեւ հետաքրքիր հարցին գնի առումով, ապա կողմերի համաձայնությունը ներառում է այն, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ունենալու են տարբեր ձևի մրցակցություն այստեղ։ Ինչ նկատի ունեմ։ Ռուսական բենզինը իհարկե խնդիրներ ունի որակի հետ կապված, բայց ունի նաև իրավիճակ, որը էքսպորտային մաքսային տուրքերի ազատելու հարցը եւ ըստ ուրեմն գնահատականների այստեղ Հայաստանը որոշում է կայացրել դեռ 2 ամիս առաջ, որ բոլոր երրորդ պետություններից ուրեմն նավթամթերքի մատակարարումների դեպքում ազատի մաքսային տուրքերից եւ դա իհարկե կվերաբերվի նաեւ Ադրբեջանին, ինչը շատ հետաքրքիր է եւ սա հավասար իրավիճակում է բերում Ռուսաստանը եւ Ադրբեջանը փաստացի եւ ստեղծում է իրավիճակ, երբ կկարողանան փաստորեն մրցակցել, ինչը շատ հետաքրքիր եւ կարեւոր է, խոսենք սրա մասին։ Դեռ կոնկրետ չգիտեն, որ ընկերություն է Հայաստանում սրանով զբաղվելու, բայց պետք է ասել, որ Վրաստանի դեպքում հենց Սոկարն է սրանով զբաղվում, այսինքն ունի իր կայանների ցանցը ուրեմն Վրաստանի տարածքում։ Պաշտոնական տվյալներով 2023 թվականին Հայաստանը 516,000 տոննա նավթամթերք է ներմուծել, 24 թվականին սա նվազել է եւ 489,000 տոննային է հասել, ուրեմն չնայած նրա, որ սա շատ փոքր համեմատ ուրեմն շուկա է, Ադրբեջանը կարող է ունենալ այնտեղ իր դերը, հաշվի առնելով ադրբեջանական նավթամթերքի, սա Ֆահարադի գնահատականներն են, ուրեմն ավելի բարձր որակը համեմատություն ռուսականի խոսքին դիզելային վառելիքի ուղղությունով։ Բացի դրանից Գազախիջևանի ուղղությունի բացման զուգահեռ տնտեսական առումով ադրբեջանական ուրեմն վառելիքը կարող է շատ ավելի էժան հայտնվի։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ձեր հետ միասին մենք պետք է նաև շատ լուրջ ուսումնասիրենք, թե ինչ է տեղի ունենում։ Եվ ինչու ես ընթերցեցի Ֆահրադի այս հոդվածը, որովհետև ուզում եմ ձեզ ցույց տալ Ադրբեջանը ինչ գնահատականներ ունի, ինչ մոտեցումներ, որովհետև հենց Ֆահրադն է նշում, որ սա փաստացի պետական մոտեցում է, այլ ոչ թե իր սեփական մոտեցումը։ Փաստորեն իրանք դժգոհ են կոնկրետ Վրաստանի կողմից այս միջամտության եւ հասկանում են, որ սա ուղղված է հենց Ռուսաստանի կողմից Հայաստան եւ Ադրբեջան այսպիսի համագործակցության ձևավորման ուղղությամբ։ Ինչու՞։ Արեք կոնկրետ նայենք ձեր հետ ինչու։ Որովհետեւ Ռուսաստանի ձեռքում մոնոպոլիան մենաշնորհը Հայաստանում 90% այդտեղ նշված է։ 90%-ային մենաշնորհը սպառնալիք է Հայաստանի համար։ Հիմա իհարկե դուք կասեք եւ միջև այդ ես էլ կասեմ, ինչպես մասնագետ, որ Ադրբեջանի մատակարարումները նաեւ սպառնալիք են Հայաստանի համար։ Ադրբեջանից մատակարարումները եւ կախվածությունը նաեւ կարող է ստեղծել խնդիրներ։ Հիմա հարցը ինչու՞մ է։ Հարցը նրանում է, որ մենք չպետք է ձևավորենք կախվածություն Ադրբեջանից որևէ դեպքում։ Դա շատ վտանգավոր բան կարող է լինել։ Բայց նույնիսկ Ադրբեջանը դրա ակնկալիքներ չունի, ասում է
հենց այդ հոդվածում, որ կարող է ինչ-որ դեր ունենալ հայկական շուկայում։ Հայկական շուկայում, այո, դեր կարող է ունենալ, եւ հակառակը ձեզ ասեմ, որ Ռուսաստանը ենթադրում է, որ այս փուլում այն նպատակով է ստեղծում խնդիրներ Վրաստանի տարածքով, որ չկա ուրիշ այլընտրանքային ճանապարհ, այսինքն հենց իրանք էլ լավ հասկանում են ադրբեջանցիք Ղազախ, ուրեմն Իջևան այդ հատվածը, որ չկա դեռ, որովհետև այսօր կարող է Ռուսաստանը այնպես անել, որ եթե ինքը չմատակարարի, ապա մենք փաստացի կարող է հայտնվենք վառելիքի ճգնաժամում։ Ուստի կախվածությունը Ռուսաստանից 90%-անոցը վտանգ է։ Հիմա դա կարող է լինել պատճառը, որ Վրաստանով այդ քայլն է արվում։ Ադրբեջանը շատ լավ հասկանալով դա, հիմա դուք հարց կտաք, փորձում է օգնել Ադրբեջանը մեզ, հետաքրքիր իրավիճակ է հայտնվել, որ ինչ որ առումով, այո, որովհետև Ադրբեջանին էլ է ձեռ տալիս այսօր, որ առաջի հերթին Հայաստանը կարողանա դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ինչ նկատի ունեմ։ Հայաստանում կա երկու այլընտրանք, դա խաղաղության օրակարգն է կամ Ռուսաստանի հետ միասին ոչ խաղաղության օրակարգը, հակախաղաղության օրակարգը, որը ընդդիմությունը եւ Կտրիչ Ներսյանը նաեւ տանում են։ Ռուսաստանի մաս դառնալը, լոգիստիկ կապերի փակումը, օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրից հրաժարումը, այդ ամեն ինչը մի փաթեթի մեջ է։ Հիմա այդ ամեն ինչը որ ստացվի, Ռուսաստանը կիրառում է ներսի գործակալներին նախընտրական շրջանում Ադրբեջանի համար, իհարկե իր շահերի համար, դա չի նշանակում, որ ինքը այստեղ ուրիշ մոտեցումներ ունի ներսում, ոչ, իր շահերի համար խաղաղության օրակարգը նաև ավելի ձեռնտու է ինչ որ առումով։ Մյուս կողմից, մյուս օրակարգն էլ է ձեռնտու։ Դա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև պատերազմը նաև Ադրբեջանի կարա ձեռնտու լինել, մենք ձեր հետ առանձին կխոսենք ինչ իրավիճակ է փոխվել, բայց կարճ այստեղ ասեմ, բայց առանձին եմ ուզում սրա մասին խոսենք, Ադրբեջանը այսպիսի համաձայնագիր է նոր կնքել Թուրքիայի հետ, որը նկատի ունի, որ հարձակումը Ադրբեջանի վրա նշանակում է հարձակում Թուրքիայի վրա եւ հակառակը հարձակում Թուրքիայի վրա հարձակում Ադրբեջանի վրա։ Ուստի մենք արդեն գործ ունենք ուղիղ ռազմական պակտի դաշնակիցների մասին։ Թուրքիա-Ադրբեջան, ինչը նշանակում է հարգելի հայրենակիցներ, որ պատերազմը Ադրբեջանի հետ, իսկ այս ընդդիմություն կոչվածները փաստացի պատերազմի մասին են խոսում, իսկ տարբերություն չկա է պատերազմը ով կսկսի։ Մենք արդեն մտնում ենք պատերազմի մեջ Ադրբեջան-Թուրքիայի հետ ուղիղ, միևնույն ժամանակ այս մարդիկ ասում են Ռուսաստանի հետ միասին ենք։ Ուստի մենք մտնում ենք այստեղ տարածաշրջանային պատերազմ, որտեղ որ մենք լինելու ենք զոհ։ Նորից ռուսներն էլ գալու են Սյունիքում են կանգնելու այս անգամ եւ Սյունիքն են իրանցով անելու, ոնց որ Ղարաբաղը մի խոսքով իրանց նպատակը դա է, ոչ թե որ մենք հաղթենք, ում վրա հաղթենք, ռուսները դրա հնարավորությունները չունեն, ունենային Լեռնային Ղարաբաղից չէին դուրս գա, բայց չունեն։ Հիմա հարցը կանգնած է այսպես. Ադրբեջանին այո պետք է այսօր որ Հայաստանը չգնա այդ ուղղությամբ, որովհետև Ադրբեջանը սպառնում է նաև վախենում է Ռուսաստանից։ Վախենում է նրանից, որ Ռուսաստանը կարա ակտիվանալ այստեղ Կենտրոնական Ասիայում, հատկապես եթե Հայաստանը նաև ռուսական ազդեցության տակ վերադառնա։ Այսպիսի սցենարը նաև իր համար կարա վտանգավոր լինի։ Ուստի այսօր հայտնվել ենք իրավիճակում, երբ Երևանի եւ Բաքվի շահերը ինչ-ինչ հարցերում համընկնում են, հատկապես խաղաղության օրակարգում, հատկապես լոգիստիկ կապերում։ Ադրբեջանին պետք է այսօր Հայաստանը, որտեղ Վրաստանի ճանապարհները արդեն վստահելի չեն։ Հայաստանին պետք է Ադրբեջանը, որ լինի խաղաղություն, որ լինի լոգիստիկ կապերի բացում, որովհետև բացի Ռուսաստանից մենք ունենք ոչ միայն թրիփի ուղղությունով ուրեմն շրջանցել Ռուսաստան, Իրան, նաև Վրաստանը
Թրիփը Եվրասիայի մայրցամաքում ճանապարհներ է ստեղծում, Չինաստան, Եվրոպական միություն ուղու վրա, թուրքական պետությունների ուղղությամբ Ադրբեջանին պետք է Հայաստանը ինչպես գործընկեր։ Ադրբեջանի համար հարձակվել Հայաստանի վրա շատ թանկ բան է։ Եթե Հայաստանը սկսի որևէ բան, ապա այդ դեպքում Ռուսաստանի հետ միասին այդ գործակալական ցանցի միջոցով, ապա մենք փաստացի տալու ենք հնարավորություն Ադրբեջանին գրավի Սյունիքը, եթե ռուսները գան կանգնեն Սյունիքում այդ դեպքում։ Մյուս տարբերակում, երբ մենք գնում ենք Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթղթով, ապա որևէ հարձակման մասին խոսք չի գնում, Ադրբեջանը եթե հարձակվի, հակառակը դա իր համար քաղաքական եւ ոչ միայն ինքնասպանություն է դառնում, որտեղ ինքն է գնում Վաշինգտոնի օրակարգի դեմ։ Ուստի մենք սրանով ապահովում ենք մեր անվտանգությունը եւ Ադրբեջանի շատ ավելի ձեռնտու է դառնում Հայաստանը ինչպես գործընկեր։ Հայաստանը ունի հնարավորություն դրանով ապահովել անկախությունը, ուրեմն խաղաղությունը, ունի հնարավորություն ապահովել տնտեսական զարգացումը, ունի հնարավորություն ապահովել ուրեմն իր ռազմավարական նշանակությունը, որովհետև Հայաստանով լոգիստիկ կապերի բացումը նկատի չունեմ միայն երկաթուղի ճանապարհներ, նավթամուղ, գազատար եւ այլն, այդ ամեն ինչը ունենալու է արժեք նրա, որ Հայաստանի կարևորությունը աճելու է, այն էլ մենակ չենք անում դա, անում ենք Վաշինգտոնի հետ միասին։ Ուստի այս ուղղությամբ մենք տեսնում ենք, որ նույն Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Վրաստանը ինչ դեր ունի արդեն տարածաշրջանում, ուստի Վրաստանի դերից ակտիվորեն շեղվելու են եւ Վրաստանը շատ լավ արդեն հասկանում են, որ Վրաստանը էլ վստահելի չի։ Հիմա հարցը նրանում է, որ այո, կարող է դառնալ իրավիճակ, երբ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանն է պետք։ Մոտավորապես արդեն այդ իրավիճակում ենք։ Իսկ դա ինչքանով ի օգուտ է Հայաստանին։ Միևնույն ժամանակ Վրաստանի այս կարգավիճակը շատ վնաս է Վրաստանին, մեծ։ Ես դրա մասին խոսում եմ, որտեղ գիտեք, ես նաև Վրաստանի հասարակական եւ քաղաքական գործիչ եմ։ Եվ Վրաստանի համար սա շատ վնասակար է։ Այնինչ Վրաստանը հիմա անում է, որովհետև կորցնում է իր լոգիստիկ կապերի վրա ազդեցությունը, որի զուգահեռ Ադրբեջանը սպառնում է։ Դուք այս հոդվածում էլ ես որ ընթերցեցի, տեսակ որ Ադրբեջանը արդեն սպառնում է։ Ասում են մենք ավելի մեծ ազդեցություն ունենք տնտեսական լոգիստիկ։ Հիմա մենք ձեր հետ միասին այստեղ այս ալիքում արել ենք վերլուծություն, որը վերաբերվում էր իսլամական բնակչությունին Վրաստանում, որը վերաբերվում էր թյուրքական բնակչությունին Վրաստանում, թուրքերի, թե ադրբեջանցի, ավելի ադրբեջանցի թուրքեր շատ քիչ են, բայց վրացի մուսուլմանների թեման նաև կա։ Եվ այս իրավիճակում պետք է հստակ ասվի, որ Ադրբեջանը, տեսնում եք, արդեն մտածում է տարբեր միջոցներ կիրառելու մասին Վրաստանի դեմ։ Հիմա սա ինչ է մեզ ցույց տալիս։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը չպետք է այսպիսի ուրեմն շատ խաղաղասեր եւ պարզ եւ անկեղծ մոտեցում ունենա միայն։ Շատ լավ է խաղաղասեր լինելն, անկեղծ լինելն, բայց պետք է շատ ավելի խորը նայել այս հարցերին։ Վաղը իրավիճակը փոխվի, այնինչ հիմա ինչով որ սպառնում են Վրաստանին, սպառնալու են նաև Հայաստանին։ Եթե Հայաստանը ունենա կախվածություն Ադրբեջանից, այդ կախվածությունը լինելու է օգտագործված։ Եթե Ադրբեջանը ուզենա եւ ուզում է եւ կարողանա, բայց հուսով եմ եւ համոզված եմ, որ չկարողանա դրան բոլոր ձևերով պետք է դիմադրենք, որ էթնիկ բաղադրիչ ունենա Հայաստանում, ապա դա շատ կարևոր խնդիր է, որովհետև կարող է օգտագործել, ինչպես հիմա արդեն խոսում են։ Հա, երբ ասում եմ հուսով եմ, որովհետև պատասխանատուն որոշում կայացողը 100%-ով ես չեմ, հակառակը կարելի ասել, բայց այն դեպքում, երբ որոշող կայացնողը ես լինեմ, ապա հստակ եմ ասում, որ դա անթույլատրելի է, բայց այսօր դա ասում եմ որոշող կայացնողներին, որ դա որևէ դեպքում չպետք է թույլ տանք։ Այցելություններ, զբոսաշրջություն, խնդիր չկա։ Ես այդ պատճառով
իմ գոհունակությունն եմ հայտնում վարչապետի հայտարարությունին, որ փոխադարձ փակենք վերադարձների թեման։ Ադրբեջանից չգիտեմ ինչ գնահատական կլինի, բայց ինչ էլ գնահատական լինի, մենք պետք է շարունակենք պնդել, որ երկողմ պետք է այս թեմաները փակել։ Ինչու՞, որովհետև հենց նոր ապացուցեցի, իրանք դիտարկում են էթնիկ բնակչությունը ինչպես սպառնալու միջոց։ Մենք այդպես չենք դիտարկում։ Մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը լինելու են զոհ ադրբեջանական պետության, եթե մնան այնտեղ։ Բայց իրանք դիտարկում են, որ ադրբեջանցիք եթե հայտնվեն Հայաստանում, ապա լինելու են գործիք հայկական պետության դեմ։ Կներեք, բայց սա մեր կարմիր գիծն է, որը մենք չենք թույլ տա որևէ մեկը հատի։ Ոչ թե դրամա, որ մենք էթնիկ առումով խնդիր ունենք, ոչ թե դրամա, որ մենք չենք կարող միասին ապրել, կարող ենք, հենա Վրաստանում ապրում ենք միասին, խնդիր չկա։ Հարցը ուրիշ տրամաբանության մեջ է։ Եվ նույն այդ տրամաբանության մեջ, ինչպես Ադրբեջանը դիտարկել է եւ իրան պահել է հայերի հանդեպ, մենք այդտեղից նաեւ դասեր ենք քաղել եւ տեսել ենք եւ դա չենք կարող նաեւ մոռանալ։ Զուգահեռ դրա բոլոր մնացած ոլորտներում պետք է պատրաստ լինել համագործակցել, հատկապես տնտեսական կապերը զարգացնելու եւ այնպես անել, որ շահերը շատ առումներով համընկնի։ Ընդհանուր առումով կարծում եմ, որ շատ հետաքրքիր հոդված էր եւ այստեղից պետք է դասեր քաղենք։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք, ցտեսություն։